Первое, что я хочу сказать, Առաջինը որ կամենում եմ ասել, что скоро придет конец. որ շուտով կգա վերջը։ Вы знаете? Դու գիտեք, Конец придет всему. կգա ամեն ինչի վերջը։ И если мы это знаем, Եվ եթե մենք դա գիտենք, мы не должны вот держаться за эту землю. մենք չպետք է կարճենք այս երկրից։ То есть мы должны быть свободными. Այսինքն մենք պետք է ազատ լինենք, Потому что когда придет конец, որովհետև երբ որ կգա վերջը, то жизнь на земле, она прекратится. ապա կյանքը երկրի վրա կվերանա И Бог заберет свою церковь. եւ Տերը կվերցնի իր եկեղեցին։ И вот мы должны уходить с этой земли как налегке. Եվ մենք պետք է այս երկրից թեթևորեն հեռանանք։ То есть никакого груза не должно у нас быть земного. Այսինքն մենք ոչ մի երկրային ծանրություն չպետք է Мы ունենանք։ не должны прилеплять сердца свои к земной жизни. Մենք չպետք է մեր սրտերն այնպես են որ կարճենք երկրային И կյանքին։ еще когда Иисус через апостолов говорил, думайте о горнем, помышляйте о небесном. Եվ երբ որ Տերը իր առաքյալների միջոցով ասում էր մտածեք վերինները խորհեցեք, Но то, что я сегодня наблюдаю, люди приходят к Иисусу, բայց այնինչ այսօր ես տեսնում եմ մարդիկ գալիս են Հիսուսին, но они продолжают жить земной жизнью. բայց շարունակում են ապրել երկրային И կյանքով։ вот это неправильный путь. Եվ ահա դա ճիշտ չէ։ А мы должны помышлять о небесном. Մենք պետք է խորհենք երկնայինը, Потому что Господь, Он не будет здесь вот жизнь лучше делать. որովհետև Տերը այստեղ երկրի վրա կյանքը լավը չի դարձնելու։ Чем ближе к концу, тем жизнь будет все тяжелее и тяжелее. Ինչքան մոտենում ենք վերջին ավարտին, այնքան կյանքը ավելի ու ավելի է ծանրանում։ Господь говорил, войны будут по всей земле. Տերը ասում էր պատերազմներ կլինեն ամբողջ երկրով մեկ։ Народ будет восставать на народ. Ազգը ազգի վրա կբարձրանա։ То есть межэтнические войны будут. Այսինքն միջեթնիկական կոնֆլիկտներ կլինեն։ Царство на царство. Թագավորության դեմ։ Им будет и голод будет. Սովեր կլինեն, Эпидемии будут. համաճարակներ Вот կլինեն։ недавно это пандемия была. Վերջերս մենք այդ համաճարակը Это տեսանք։ только начало. Դա միայն սկիզբն է։ Чем ближе к концу, тем будет все хуже и хуже. Որքան մոտենում է ավարտը, այնքան ավելի ու ավելի վատ է И լինելու։ поэтому мы, как церковь, мы должны прилепляться к Господу. Եվ մենք որպես եկեղեցի պետք է կպչենք Տիրոջից։ И мы должны дышать небом. Մենք պետք է շնչենք երկնքով։ И что Господь хочет от меня? Ինչ է Տերը ցանկանում ինձանից։ Поэтому скоро конец. Դրա համար շուտով վերջն է։ Слава Господу. Փառք Տիրոջը։ Уже вы не очень рады, я смотрю. Ես տեսնում եմ, որ դուք ոնց որ շատ չեք ուրախ։ Это конец болезням. Չէ՞ որ դա հիվանդությունների վերջն է։ Скорби уже не будет. Վիշտեր այլևս չեն լինի։ Проблем этих не будет. Ոչ մի խնդիրներ չեն լինի։ Где взять деньги за ипотеку? Там тоже не будет. Որտեղից գումար վերցնել հիպոթեկի համար։ Но там вечная жизнь. Այնտեղ հավիտենական կյանք С է։ Иисусом. Հիսուսի հետ։ Դիավола нет там. Այնտեղ սատանա չկա։ Вот что для нас означает конец. Ահա ինչ է մեզ համար նշանակում И мы վերջը։ должны быть готовы. Եվ մենք պետք է պատրաստ լինենք։ Невеста Иисуса, она должна быть готова к встрече с женихом. Հիսուսի հասնացում պետք է պատրաստ լինի փեսացուի հետ հանդիպելու համար։ И вот если мы себя не приготовляем, мы можем не попасть вот в это. Եվ եթե մենք մեզ չպատրաստենք, ապա կարող ենք չմտնել դրա մեջ։ Библия говорит, что Бог будет судить эту землю. Աստվածաշունչն ասում է, որ Տերը պետք է դատի այս И աշխարհը։ когда Он придет, уже не придет спасать, но Он придет судить. Եվ երբ որ նա գա, նա չի գալու փրկելու համար, նա գալու է դատելու համար։ Но вот сейчас есть время спасения. Բայց ահա հիմա դեռևս ժամանակ կա փրկվելու Когда համար։ мы можем наших родственников, близких, родных привести к Երբ որ Иисусу. մենք կարող ենք մեր մտերիմներին, հարազատներին բերել Հիսուսին, Соседей, друзей. հարևաններին, ընկերներին, Можем усиленно молиться за них. մենք կարող ենք ջերմեռանդորեն աղոթել նրանց Вот համար։ это время спасения. Ահա հիմա սա է փրկության Но конец ժամանակը։ придет скоро. Բայց վերջը կգա шутով։ А вы знаете, когда? Իսկ դուք գիտեք երբ։ Когда? Երբ։ Ну, это как бы так очень скоро и Դա ոնց որ когда. հիմա շուտով կգա, բան։ Я вам конкретно вот спрашиваю, вы знаете? Ես դες կոնկրետ հարցնում եմ, դուք գիտեք։ Не, в Библии конкретно написано, когда придет. Ասում եմ ոչ, Աստվածաշնչում կոնկրետ գրած է թե երբ կլինի։ Конкретно Иисус говорит, вот я приду. Հիսուսն ասում է, այ հենց այդ պահին ես կգամ։ Я вам покажу эту дату. Ես դες ցույց кտամ այդ Дату. թիվը, այդ Хотите ժամանակը։ знать? Ուզում եք իմանալ։ Давайте посмотрим. Եկեք նայենք։ Мы посмотрим. Հիմա մենք կնայենք։ Евангелие Матфея,
Մատթեոսի ավետարան 24 глава, 24-րդ գլուխ 14 стих. 14-րդ խոսք Եվ արքայության այս ավետարանը բոլոր տիեզերքում կքարոզվի ամեն հեթանոսներին վկայություն լինելու համար եւ այն ժամանակ կգա վերջը Когда придет конец? Երբ կգա վերջը Тут написано, тогда придет конец. այդտեղ գրված է այս ժամանակ կգա վերջը Когда? Երբ Иисус конкретно говорит, Հիսուսը կոնկրետ ասում է конец придет тогда, վերջը կգա այն ժամանակ когда Евангелие Царства будет проповедано во свидетельство всем народам. ասում է երբ որ արքայության ավետարանը կքարոզվի բոլորին բոլոր ազգերին Поэтому Евангелие, оно должно достигнуть всех народов. Դրա համար ավետարանը պետք է հասնի բոլոր ժողովուրդներին И конец не придет, եւ վերջը չի գա пока Евангелие не придет во все народы. մինչեւ որ ավետարանը չհասնի բոլոր ազգերին Не в государство, ոչ թե պետություններին в народы. ազգերին И ժողովուրդներին на земле очень много народов. երկրի վրա շատ ազգեր կան Например, вот я представитель русского այ народа, ես ռուս ժողովրդի ներկայացուցիչն եմ вот армянин. հայա Есть разные народы. տարբեր ժողովուրդներ կան И Евангелие должно прийти во все народы. եւ ավետարանը պետք է հասնի բոլոր ժողովուրդներին А как оно придет? իսկ ինչպես նա կհասնի Как оно придет, если мы здесь просто сидим? ինչպես նա կհասնի եթե մենք ուղակի այստեղ նստենք Если все церкви просто по воскресеньям приходят и сидят, եթե բոլոր եկեղեցիները Կիրակի օրերով գալիս են եւ ուղակի նստում են когда придет конец тогда? այդ դեպքում երբ կգա վերջը Никогда. երբեք Если мы просто сидим, եթե մենք ուղակի նստում ենք конец не придет. վերջը չի Почему? գա Почему? ինչու Потому что Иисус որովհետեւ Հիսուսը возложил эту ответственность на свою церковь. այդ պատասխանատվությունը դրել է իր եկեղեցու վրա И Он сказал, идите и проповедуйте Евангелие всем народам. եւ նա ասել է գնացեք եւ ավետարանը քարոզեք բոլոր ազգերին Это Христос сказал своей церкви. դա Քրիստոսն ասել է իր եկեղեցուն Поймите, мы Его тело. հասկացեք մենք նրա մարմինն ենք Вот то, что делал Иисус, теперь Он поручил это нам. այն ինչ որ անում էր Հիսուսը հիմա հանձնարարել է մեզ И на нас возложена ответственность проповедовать всем народам. եւ մեր վրա պատասխանատվություն է дրված ավետարանելու բոլոր ազգերին Теперь от кого зависит, когда придет Иисус? եւ հիմա ումից է կախված թե երբ կգա Հիսուսը Не от нас, ոչ թե Պաստոր- մեզանից այլ Пастор говорит, ինձանից от меня. ովևն ասեց ինձանից Когда мы говорим, от нас зависит, երբ որ մենք ասում ենք մեզանից է կախված от меня зависит. ինձանից է կախված Вот так я должен говорить. Все так должны. ես այդպես պետք է ասեմ От բոլորս меня այդպես зависит. պետք է Если я в этом не участвую, եթե ես դրանում մասնակցություն չունեմ я задерживаю пришествие Иисуса. ես հետաձգում եմ Հիսուսի գալուստը Понимаете? հասկանում եք А теперь я вам скажу, իսկ հիմա ես ես կասեմ сколько осталось народов, еще не достигнутых Евангелием. ինչքան դեռ ազգություն կա ազգ կա որին դեռևս ավետարանը չի հասել Всего 500 народов. ընդամենը 500 ժողովուրդ 500 ազգ 500. 500 Это очень мало осталось. դա շատ քիչ է В 80-х годах было 13 тысяч. 80-ական թվականներին մնում էր 13000 Есть такие христианские организации, они делают аналитику. կան այնպիսի քրիստոնեական կազմակերպություններ որ այդպիսի հարցումներ են անում Конкретно люди работают, получают зарплату, чтобы вот определить, сколько еще народностей не достигнуто Евангелия. կան այնպիսի մարդիկ որ հենց դրա համար աշխատավարձ են ստանում որ ուսումնասիրում են թե դեռևս քանի ազգ կա որին ավետարանը չի И они կառուցել говорят 500. եւ նրանք ասում են 500 Чуть-чуть осталось. մի քիչ է մնացել Очень. շատ քիչ 500. 500 Что я могу сделать? ես ինչ կարող եմ անել Я могу исполнять это поручение ես կարող եմ կատարել այս հանձնարարությունը и приблизить пришествие Иисуса. եւ մոտեցնել Տիրոջ գալուստը То есть приготовить Ему путь. այսինքն պատրաստել նրա ճանապարհը Церковь приготовляет путь к пришествию Господа. եկեղեցին պատրաստում է Տիրոջ գալստյան ճանապարհը
Невеста не только ждет Иисуса, она приготовляет путь. Հարսնացուն ուղակի չի սպասում Փեսային, այլ պատրաստում է ճանապարհը։ Теперь я вам скажу. Հիմա ես ձեզ կասեմ, Церковь, которая этого не делает, եկեղեցին, որը դա չի անում, как вы думаете, ինչպես եք կարծում, такая церковь нравится Иисусу? այդպիսի եկեղեցին դուր է գալիս Հիսուսին։ Они приходят в собрание, Նրանք գալիս են հավաքույթների, поют песни, երգեր են երգում, аллилуйя, Ալելույա, слава Господу, Փառք Տիրոջը, слушают Слово, խոսքն են լսում, потом уходят հետո гնում են и живут своей жизнью. եւ ապրում են իրենց կյանքով И ничего не делают. եւ ոչինչ չեն անում։ Потом приходит опять воскресенье, Հետո նորից Կիրակի օրը գալիս են, поют песни, аллилуйя, երգեր են երգում, Ալելույա, слушают проповедь, քարոզ են լսում, уходят գնում են и ничего не делают. եւ ոչինչ չեն անում։ Они даже на молитвенные, некоторые даже на молитвенные собрания не ходят. Նրանցից որոշները նույնիսկ աղոթքաժողովների չեն գնում։ Помните, когда Иисус говорил, Հիշում եք, երբ որ Հիսուսն ասում էր. можете 1 час со мной Կարող побыть? եք 1 ժամ ինձ հետ արթուն կերել։ 1 час. 1 ժամ։ Он просит нас. Նա խնդրում է մեզ։ Он умоляет нас в своем слове. Նա մեզ աղաչում է իր խոսքի մեջ։ Пободрствуйте со мной 1 час. Արթուն մնացեք ինձ հետ 1 ժամ։ Час так, Господи, так, много Այ, час. հիմա տես ջան, մի ժամը ոնց որ մի քիչ շատ է։ Но других дел же много. Ուրիշ շատ գործեր ունեմ։ Нравится ли такая церковь Иисусу? Դուր է գալիս արդյոք Հիսուսին այդպիսի եկեղեցին։ Я думаю, нет. Ես կարծում եմ ոչ։ Церковь, которая не выполняет его поручения. Եկեղեցին, որը չի կատարում իր հանձնարարությունը։ Что такое поручение? Ինչ է հանձնարարություն։ То есть он ушел, Այսինքն նա գնաց и он что-то не доделал до конца. եւ նա ինչ որ մի բան մինչև վերջ деревս չեր արել։ И вот то, что он не доделал, он это нам оставил. Եվ այն ինչը որ նա չեր ավարտել, նա թողել է մեզ։ И сказал, ребята, сделайте это, доделайте Եվ это. նա ասեց երեխեք, ես գործը մինչև վերջ հասցրել։ И мы не хотим. Եվ մենք չենք ցանկանում։ Почему? Ինչու՞։ У нас много разных дел, проблем. Մենք լիքը տարբեր գործեր ունենք, շատ խնդիրներ ունենք։ И мы к Богу зачем приходим? Եվ մենք ինչու ենք գալիս Աստծուն։ Годами. Տարիներով։ Для чего? Ինչու։ Чтобы, Господи, помоги мне решить мои проблемы. Որ Տեր օգնի ինձ լուծելու իմ Вот խնդիրները։ и все, вся наша жизнь. Ահա եւ վերջ, սա մեր ամբողջ կյանքն է։ А вы знаете, у Бога тоже ведь проблемы есть. Դու գիտեք, որ Աստված նույնպես խնդիրներ ունի։ Вы знаете, что у Бога проблемы. Դու գիտեք, որ Աստված խնդիրներ ունի։ Здесь, на земле проблемы. Այստեղ երկրի վրա խնդիրներ ունի։ Некому, нет людей, которые бы пошли проповедовать Евангелие народам. Չկան մարդիկ, որ կգնան քարոզելու ավետարանը ազգերին։ Христос хочет прийти, Քրիստոսը ցանկանում է գալ, но Он не приходит, потому что некому вот это поручение сделать. բայց նա չի գալիս, որովհետև չկան, որ իրականացնեն այդ հանձնարարությունը։ А люди, которые молятся, Իսկ մարդիկ, ովքեր աղոթում են, их тоже не так много. նրանք նույնպես այնքան էլ շատ Ну, как չեն։ бы мы все молимся, Կարծես թե մենք բոլորս էլ աղոթում ենք, но только для себя. բայց միայն մեզ համար։ А чтобы молиться, как Он хочет, о чем ты хочешь, чтобы я молился? Բայց աղոթել այնպես ինչպես նա է ցանկանում, ինչ է ցանկանում, որ մենք աղոթենք։ Просто если вы начнете так молиться, вы увидите сердце, Бог откроет вам свое Երբ сердце. որ դուք սկսեք այդպես աղոթել, դուք կտեսնեք, որ Աստված ձեզ համար կբացի իր սիրտը։ 500 народов. 500 ազգ։ Теперь я вам скажу, что это за народы. Ես հիմա ձեզ կասեմ, թե դրանք ինչ ժողովուրդներ են։ Это в основном мусульманские регионы. Դրանք հիմնականում մուսուլմանական երկրամասերն են։ Там не достигнуто еще Евангелие. Այնտեղ դեռևս չի հասել ավետարանը։ То есть это где-то от Израиля 5000, радиус 5000 километров. Այսինքն դա Իսրայելից 5000 կիլոմետր շարավղով այդ տարածքն են։ Это вот там эти народы. Այդտեղ են այդ ժողովուրդները։ Евангелие очень сложно туда прийти. Ավետարանը շատ բարդ է այնտեղ հասցնել։ Гонение. Հալածանքներ կան։ Церковь преследуют. Եկեղեցուն հետապնդում են։ Например, я встретил пастора недавно из Ирана. Օրինակ ես վերջերս Իրանից մի հատ հովիվի Он հանդիպեցի։ иранец. Նա իրանցի է։ 8 раз он был арестован Նա 8 անգամ ձերբակալված за է։ проповедь Евангелия. Ավետարանի քարոզչության Он там համար։ проповедует иранцам,
Նա այնտեղ իրանցիներին քարոզում է Его за это арестовывают. եւ նրան дրա համար ձերբակալում են։ Последний раз он 8 раз снимал обручальное кольцо и жене своей отдавал. Նա 8 անգամ իր ամուսնության մատանին հանել է եւ հանձնել կնոջը, Потому что думал, что не вернется. որովհետեւ мտածում էր, որ էլ չի И վերադառնա։ последний раз Եվ վերջին անգամ его арестовали. նրան ձերբակալեցին И суд ему вынес смертную казнь. եւ դատանը նրա համար մահապատիժ У սահմանեց։ них обычно вешают там. Նրանց այնտեղ սորաբար այդ ժամանակ կախաղան И են։ чудо произошло. Եվ հրաշք տեղի ունեցավ։ Просто президент помиловал его. Պրեզիդենտ նախագահ ուղղակի նրան ներում շնորհեց։ И у него была возможность, как беженец, уехать в Америку. Եվ նրա համար հնարավորություն ստեղծվեց ուղղակի որպես փախստական հեռանալ А Միացյալ Господь Նահանգներ։ сказал ему: вернись. Բայց Տերը նրան ասեց վերադարձի։ И он вернулся туда. Եվ նա нորից Он վերադարձավ։ сейчас там, в Иране. Եվ նա նորից հիմա Իրանում է։ Продолжает проповедовать. Շարունակում է քարոզել։ Гонение. Հալածանքներ Очень тяжело ему. շատ ծանր են И в նրա։ мусульманских странах туда тяжело принести Евангелие. Մուսուլմանական երկրների ավետարանը տանելը դժվար է շատ։ Я знаю, потому что мы 12 лет начинали служение в Чечне. Ես գիտեմ դա, որովհետև 12 տարի Չեչնիայում ծառայություն ենք արել։ Миллион человек. 1 միլիոն մարդ։ Ни одной церкви не было тогда. Ոչ մի եկեղեցի չկար այդ ժամանակ։ Сегодня хорошая церковь. Այնտեղ հիմա լավ И եկեղեցի կա։ там не просто служить. Այնտեղ հասարակ չի, այդ པարզ չի, հեշտ չի Вот ծառայել։ вы спросите, что я здесь в Армении, что я сюда езжу? Ինչու եմ ես գալիս, ասма կհարցնեք Հայաստան։ Что у вас тут хорошая жизнь, что ли? Ձեր մոտ այդտեղ կյանքը լավ է, ինչը։ Нет. Ոչ։ Все дорого. Ամեն ինչ թանկ է։ Бензин в 2 раза. Բենզինը կրկնակի։ Газ, ох. Գազը։ Я приехал домой в Омск. Ես տուն գնացի ում, И все время хожу, выключаю, экономлю. ասма արդեն սովորել եմ տնտեսել, անջատում եմ միացնում եմ։ Я за год привык здесь, вот все, включаешь, Ես մի свет, տարվա մեջ все. այդտեղ արդեն սովորել եմ, անջատում եմ միացնում եմ։ Потому что счет большой. որովհետև հաշիվը մեծ է գալ։ Я в Омск приехал, в доме тоже газ, свет включаю, Ես выключаю. Օմսկում արդեն իր ամոթ բնավորություն ա դարել նույն ձևավորով։ Мне дети говорят: папа, ты что? Երեխեքս ասում են, «Պապ, դու ինչ ես»։ Мы не живем так, мы не включаем, не выключаем. Մենք այդպես Дешевый չենք газ. ապրում, այնտեղ գազը էժան է, մենք ուղղակի Что я здесь делаю? Ես ինչ եմ այստեղ անում։ Я исполняю поручение. Ես կատարում եմ Вот հանձնարարությունը։ я почему здесь. Ահա ինչու եմ ես այստեղ։ Я буду тратить деньги, да. Ես այո գումարները կծախսեմ։ И здесь в Ереване я такой был таксист. Երևանում այստեղ ես տաքսիստ էի, Работал, да. աշխատում էի, Потому что тоже не хватало. որովհետև նույնպես չէր բավարարում։ И работал, и проповедовал. Աշխատում էի եւ քարոզում էի։ Но почему я здесь? Բայց ինչու եմ ես այստեղ։ Что я здесь ищу? Ինչ եմ այստեղ փնտրում։ Его поручение. Նրա հանձնարարականը։ Он сказал: всем народам должно проповедовать Евангелие. Նա ասեց, բոլոր ազգերին պետք է քարոզվի ավետարանը։ Если бы все церкви начали об этом думать, Եթե բոլոր եկեղեցիները սկսեին դրա մասին мտածել, просто представьте, вот все церкви начинают думать, ուղղակի պատկերացրեք, որ բոլոր եկեղեցիները սկսում են մտածել, чтобы достигнуть недостигнутых. որ հասնեն դեռևս չհասածներին։ Хотя бы они начинают молиться. Թեկուզ եւ սկսեն ուղղակի աղոթել։ Молиться о недостигнутых народах. Աղոթել այդ չավետարանված ազգերի մասին։ Просто вот: Господь, пожалуйста, спаси их. Ուղղակի որ Տեր խնդրում ենք փրկի նրան։ Или просто церковь послала кого-нибудь на миссию, Կամ ուղղակի ասեն եկեղեցին որևէ մեկին միսիայի какую-то ուղղակի։ семью или миссионеры, и поддерживают его там. Ինչ որ մի հատ ընտանիքի կամ միսիոներ ուղարկել է եւ նրան այնտեղ օգնում է, Или просто поддерживают какую-то работу там в этих странах. կամ այնտեղ ուղղակի ինչ որ մի հատ աշխատանք է Ну, հովանավորում, хоть что-то. ինչ որ մի բան։ Если бы мы думали об этом, Եթե մենք մտածեինք այդ մասին, Христос бы давно пришел. Քրիստոսը վաղուց եկած Я կլինի։ встретил одну женщину. Ես հանդիպեցի մի կնոջ։ Она была у нас в церкви в Ереване, Նա մեր մոտ էր Երևանի с եկեղեցում։ Кореи. Իսկ կորեացի էր։ Бабушке 76 лет. 67 տարեկան տատիկ էր։ 76 կներեք։ 76 лет. 76 տարեկան։ Она 7 раз была в Афганистане. Նա 7 անգամ եղել էր Աֆղանստանում։ 7 раз в Афганистане. 7 անգամ Я Աֆղանստանում։ спросил ее: что вы там делаете? Ես նրան հարցրեցի, ինչ էիք անում Она այնտեղ։ говорит: я езжу туда проповедовать Евангелие. Ասում է, ես գնում եմ այնտեղ ավետարան քարոզելու։ Она копит деньги, Նա գումարներ է հավաքում, откладывает с пенсии деньги, թոշակից գումարներ է մի կողմ դնում։ и 2 раза в год потом она покупает билет, приезжает в Кабул, Հետո նա տարին 2 անգամ տոմս է առնում, գնում է Քաբուլ։ снимает там небольшую комнату Ինձ մի հատ փոքրիկ սենյակ է վարձում, и в течение месяца живет там, 1 ամիս ապրում է այնտեղ,
рано встает, молится, Առավոտ շուտ արտանում է, աղոթում է, а потом идет на улицы Кабула, հետո դուրս է գալիս Քաբուլի փողոցները, на рынках, շուկաները, она общается там с людьми, այնտեղ հաղորդակցվում է մարդկանց հետ, знакомится ծանոթանում է и проповедует им Евангелие. եւ քարոզում է նրանց ավետարանը։ 76 лет. 76 տարեկան։ У нее тоже ноги болят. Նա նույնպես ոտքերը ցավում է, Но она 7 раз уже там была. բայց նա արդեն 7 անգամ եղել է այնտեղ։ Афганистан – самая опасная страна. Աֆղանստանը ամենավտանգավոր պետությունն է։ Думаю, что это за женщина такая? Մտածում եմ, սա ինչ է վիկին։ Что она делает? Ինչ անում։ Она приближает пришествие Иисуса. Նա մոտեցնում է Տիրոջ գալուստը։ Молодежь не хочет туда идти. Երիտասարդությունը չի Им ցանկանում же надо գնալ։ университет закончить, Դե что պետք ли. է համասարան Хорошую ավարտել, работу լավ надо, աշխատանք գտնել, машина надо, մեքենա, что-то, дом. դու А бабушке уже ничего не надо. ստատիկին արդեն ոչ մի բան։ И она Պետք չի, ездит туда. նա գնում է այնտեղ։ Но когда я видел ее, Բայց երբ ես տեսա նրան, мне стыдно было, ես ամաչեցի, что Бог не может найти здоровых, крепких людей, молодых людей որ Աստված չի կարող գտնել առողջ երիտասարդ ուժեղ մարդկանց для своего поручения. իր հանձնարարականը կատարելու И համար։ просто берет, использует пожилых. Եվ ուղղակի վերցնում եւ օգտագործում է տարեցներին։ В Алмате я тоже познакомился с одной женщиной, Ալմատիում նույնպես մի կնոջ հետ тоже ծանոթացա։ очень пожилая. Նորից տարեցկիներ բավական։ Она тоже приезжает из Кореи, приезжает в Казахстан. Նա Կորեայից գալիս է Ղազախստան։ Казахстан исламская тоже страна. Ղազախստանը նույնպես իսլամական Она պետություն է։ приезжает, сдает свой дом там, Նա իր տունը այնտեղ վարձով տալիս է и Կորեայում на эти деньги приезжает եւ в այդ գումարով Казахстан, գալիս է Ղազախստան։ снимает там квартиру Տուն բնակարան է վարձում и год живет. եւ մի տարի ապրում է։ Я встретился с ней, я спрашиваю ее, Ես նա այդ հանդիպեցի հարցնում եմ. вы знаете русский язык? Դու գիտեք ռուսերեն։ Она говорит, нет. Ասում եմ ոչ։ Может, казахский знаете? Ասում եմ ղազախերեն գիտեք։ Нет. Я говорю, Вот. что вы здесь делаете? Ասում եմ ստեղ ինչ И սա։ знаете, что она мне сказала? Գիտեք ինչ պատասխանը։ Я молюсь. Ես աղոթում եմ։ Бог послал меня сюда молиться за этот народ. Աստված ինձ ուղարկել է այստեղ այս ժողովրդի համար աղոթելու։ Она просто приезжает и молится. Նա ուղղակի գալիս է եւ աղոթում է։ С утра до вечера ходит по городу, молится. Առավոտից իրիկում քայլում է քաղաքով եւ Что աղոթում։ она делает? Ինչ է անում նա։ Она приближает пришествие Господа. Նա մոտեցնում է Տիրոջ գալուստը։ Это предназначение церкви. Դա եկեղեցու նախասահմանությունն է։ Поймите, братья и сестры, Иисус нас спас. Հասկացեք եղբայրներ քույրեր, Հիսուսը մեզ փրկել է։ Не для того, чтобы мы жили, продолжали жить своей жизнью. Ոչ թե նրա համար, որ մենք շարունակենք մեր կյանքով апրել։ Он спас нас и привлек нас к себе, Նա մեզ փրկեց եւ մոտեցրեց իրեն, чтобы мы жили Его жизнью. որպեսզի մենք ապրենք իր կյանքով, Не своей жизнью, Его жизнью. ոչ թե մեր, այլ իր կյանքով, Чтобы мы свою жизнь разделили с Его жизнью. որպեսզի մենք մեր կյանքը բաժնեկցենք իր հետ։ 5 студентов, я слышал эту историю. 5 ուսանողներ ես лысել եմ այս По-моему, это պատմությունը։ было 3 парня, 2 девушки. Կարծեմ 3 տղային, 2 В աղջիկ, одной церкви. մի եկեղեցու։ Молодые, им нужно было поступать в университет. Երիտասարդները էին պետք էր համասարան ընդունվել, И знаете, что они сделали? եւ գիտեք նրանք ինչ արեցին։ Они поступили в университет Նրանք ընդունվեցին համասարան в Пакистане. Պակիստանում։ Они поехали впятером Նրանք գնացին 5-ով и поступили в пакистанский университет. եւ ընդունվեցին պակիստանյան համասարան։ Кто хочет? Ով ա ուզում։ Это не Гарвард. Դա Հարվարդը չի։ Это даже не Московский Դա университет. նույնիսկ Մոսկովյան համասարանը չի։ Это Пакистан. Դա Պակիստանն է։ Никто там про эти университеты не знает. Այնտեղ ոչ ոք այդ համասարանի մասին նույնիսկ չգիտի։ Что вы за глупость? При какой пакистанский Ինչի университет? մարություն, ինչ պակիստանյան համասար։ Они поступили в пакистанский университет на 5 лет. Նրանք ընդունվեցին պակիստանյան համասարան 5 տարով։ Первый год они учат язык, Առաջի տարին լեզուն սովորեցին, а 4 года они учатся в этом իսկ университете. 4 տարի սովորում են այդ համասարանում։ Но они не поехали туда за образованием. Բայց նրանք այնտեղ կրթության համար չէին Они գնացել։ поехали проповедовать туда Евангелие. Նրանք այնտեղ գնացել էին ավետարանը քարոզելու համար։ И там в университете эти 5 человек, Եվ այնտեղ այդ համասարանում այդ 5 հոգին они приближают пришествие Господа. նրանք մոտեցնում են Տիրոջ գալուստը։ Что Пакистан это мусульманская страна. Պակիստանը դա իսլամական երկիր է։ Поэтому, братья мои и сестры,
Եղբայրներ եւ քույրեր, Подумайте над тем, что я сказал. մտածեք այն մասին, ինչ որ ես ասեցի։ Участвуете ли вы лично в том, чтобы приблизить пришествие Иисуса? Արդյոք դուք ունեք մասնակցություն, ձեր ազնական մասնակցությունը Տիրոջ գալուստը մոտեցնելու համար։ Вот вы знаете, здесь я разговаривал с одним пастором. Ես այստեղ մի հովի հետ խոսում էի, Он сказал мне, նա ասեց ինձ. он говорит, мы должны иранцам. Նա ասում է մենք պարտք ենք իրանցիներին։ Наша страна должна иранцам. Մեր երկիրը պարտք է В իրանցիներին։ 90-х годах, когда все границы как бы были закрыты, продукты заходили через Иран. 90-ականներին, երբ որ բոլոր սահմանները փակ էին, բոլոր մթերքները գալիս էին Իրանից։ А знаете, что сейчас происходит? Իսկ գիտեք հիմա ինչ է կատարվում։ 300 тысяч уже иранцев, они находятся на границе с Арменией. Արդեն 300,000 իրանցիներ Հայաստանի սահմանին են։ В Мигри мне сказали, все, уже жилья нету, нельзя ни гостиницу, ни номер, ни квартиру, ничего нельзя снять. Մեղրիում արդեն բնակարանները, հյուրանոցները բոլորը զբաղված են։ Беженцы с Ирана, они приходят сейчас в Армению. Իրանի փախստականները հիմա գալիս են Հայաստան։ Некуда больше им бежать. Ուրիշ ճանապարհ չունեն, ուրիշ տեղ չունեն գնալ։ Только Армения или Азербайджан или Туркмения. Հայաստան, Ադրբեջան կամ էլ И Թուրքմենիա։ они идут сюда, Եվ նրանք գալիս են այստեղ, иранцы, իրանցիները։ и нам не надо к ним ехать. Մեզ պետք չի որ իրանց մոտ գնանք։ Они сами к нам. Նրանք իրանք են գալիս։ Понимаете, что Бог делает? Հասկանում եք ինչ է Он говорит, Աստված на, անում։ вот тебе, вот иранец, вот, бери его. Ասում է, «Երես իրանցին ան վեր գալ»։ Нужно только сесть на машину, поехать вот туда, в город, в этот Мегри. Մենք թամերը պետք է մեքենա նստել, գնալ Մեղրի, Взять иранские Библии и проповедовать. վերցնել իրանական այդ ավետարները եւ քարոզել։ Никто тебя гнать не будет за это преследование, никто не посадит тебя. Ոչ ոք քեզ դրա համար չի հալածի, չի ձերբակալի։ Мы год стоим в Ереване вот с плакатом. Մենք արդեն մի տա Երևանում կանգնած ենք եւ Никто պաստառներով։ даже к нам из полицейских не подошел. Ոչ մի ոստիկան նույնիսկ չի մոտեցել։ Один раз там полицейский подошел и то извинялся перед нами. Մի անգամ մի ոստիկան մոտեցավ, էնել ներողություն էր։ Понимаете, что Бог делает? Հասկանում եք ինչ է անում Աստված։ Так Он делает. Այդպես է նա։ А кто в Грузию, кто ездит на море отдыхать? Իսկ ով է гնում Վրաստան ծովափ Есть հանգստանալու։ кто? Кто ездит? Հա, Вот. գնացողներ կան, Куда? Батуми, да? Батуми. Как Բաթում много, է, հա։ как много там азербайджанцев. Ինչքան շատ ադրբեջանցիներ կան Հա։ այդտեղ։ Аллилуйя! Слава Господу! Если Ах ты, поносят я вас за имя мое, говорит Господь, вы блаженны. Ասում է, եթե ձեզ հալածում են իմ անվան համար, что, ուրեմն երանելի եք։ А пока мы туда Евангелие не принесем, Христос не придет. Մինչև որ մենք ավետարանը չտանենք այնտեղ, Вы можете Քրիստոսը չի գա։ сказать, я не буду с ними ничего общего иметь. Դու կարող եք ասել, ես նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չեմ ուզում А ունենալ։ Христос говорит, если Евангелие не придет во все народы, я не приду. Իսկ Քրիստոսն ասում է, եթե ավետարանը չհասնի բոլոր ազգերին, ես չեմ գա։ Поэтому в Батуми, когда вы едете на море отдыхать, Եվ дրա համար, երբ որ գնում եք Բաթումի вы ծովափ с собой Евангелие должны иметь. ձեզ հետ պետք է И быть ավետարան տանել։ готовым проповедовать Иисуса этому народу. Եվ պատրաստ լինեք Հիսուսին քարոզելու այդ ազգին։ Другого нет. Ուրիշ չկա, երբ չկա ուրիշ։ И я знаю, что это такое. Ես գիտեմ դա ինչ է, Потому что мы приехали в Чечню, там проповедовали. որտեղ մենք եկանք Չեչնիա եւ այնտեղ քարոզեցինք։ А в Чечне было 2 войны. Русские и чеченцы воевали. Իսկ Չեչնիայում արդեն երկու պատերազմ էր եղել ռուսներն ու И я չեչենները։ знаю об ужасах, которые они творили. Եվ ես գիտեմ այն սարսափները, որ նրանք էին այնտեղ Но мы կատարել։ приехали им туда принести Евангелие. Բայց մենք եկանք այնտեղ ավետարանը բերելու համար։ Поэтому подумайте то, что я вам говорю. Դրա համար մտածեցեք այն ինչ որ ես ձեզ ասում եմ։ Христос не придет, если мы не приблизим Его пришествие. Քրիստոսը չի գա, եթե մենք չմոտեցնենք նրա գալուստը։ И каждая церковь должна думать. Եվ յուրաքանչյուր եկեղեցի պետք է Вот здесь же մտածի։ есть еще русские живут? Չէ՞ որ այստեղ դերևս ռուսներ У կան, вас որ в ապրում են։ Ванадзоре есть русские? Վանաձորում ռուսներ կան։ Мимо них вы вообще не должны проходить. Նրանց մոտով դուք ընդհանրապես չպետք է անցնեք։ Всегда их должны останавливать, Դուք նրանց պետք է միշտ կանգնացնեք, здороваться с ними բարևեք նրանց и рассказывать им об Иисусе. եւ պատմեք նրանց Հիսուսի մասին։ Аминь. Ամեն։ Почему? Ինչու՞։ Потому что я тут среди вашего народа, вашему народу проповедую. Որովհետեւ ես այստեղ ձեր ժողովրդի մեջ, ձեր ազգի մեջ ձերոնց եմ А կարող։ вы должны моему народу проповедовать, который здесь живет. Իսկ դուք էլ իմ ազգին քարոզեք, իմ ժողովրդին, որ հիմա այստեղ է։ Поэтому уже как грех будет вам. Որովհետեւ դա ձեզ համար մեղք կլինի։ Мимо русских проходить будете, уже как грех будет вам. Եթե ռուսների մոտով ուղակի անցնեք, դա ձեզ համար մեղք Ну, կլինի։ я шучу, но Ես հումոր եմ անում։ вы поняли мою.
բայց ասացիս իմաստը Поэтому հասկացա։ пусть Бог благословит вас. Համա թող Տերը ձեզ օրհնի, Чтобы мы не ужасались тем событиям, которые происходят по всему миру. որ մենք չսասապենք աշխարհում տեղի ունեցող այս բոլոր И իրադարձությունների։ то, что Бог делает, Он делает именно для того, чтобы Евангелие могло распространиться быстрее. Եվ ինչ որ Տերը անում է նրա համար, որպեսզի ավետարանը ավելի արագ տարածվի։ Аминь. Ամեն։ Аминь.